պատասխանատու թեմա է այն առումով, որ նման է ածելու սայրի վրայով գնալ գալու, որովհետև մի փոքր այն կողմ, մի փոքր ներքև վնաս է, ինչու, որովհետև մենք գործ ունենք հեղինակությունների հետ, որոնք արդեն չկան, եւ մենք պիտի հիշատակենք նրանց, որոնք շատ մեծ հետք են թողել, շատ մեծ գործ են կատարել, բայց ինչ հարցերում մարդ իդեալական չի, երբեմն նաև սխալներ է գործում, եւ այստեղ ճակատագրի հեգնանքն այն բանի մեջ է, որ եթե այդպիսի մարդու անուն ես տալիս եւ նշում ես վրիպումը, մարդկանց մոտ ակամա անդիմություն է առաջանում այս ելույթի նկատմամբ։ Գուրգեն Մուրադյան եղել էր քննիչներից, նրա մասին գրում է Աճարյանը, որ այնտեղ ամեն մեկ իր գործն էր կատարում եւ շատերը անում են այն ինչ իրենցից պահանջվում է եւ ոչ ավելին, բայց կային մարդիկ, ովքեր մեծ մղումով էին կատարում այդ ամեն ինչ, այսինքն մարդկանց տանջելը, տառապեցնելը եւ այն լուրերը, որ պատտվում են, որ Հրաչյա Աճարյանի լուսավոր ճակատին այդ քննիչը իր սիգարետներն է մարել, ես չեմ կարող անաչառ ձևով մոտենալ այդ մարդու գիտական պրոդուկցիային, արդյունքներին։ Ես ինչ գիտեմ, ինչ ապրումներ է ունեցել։ Երբ որ նրան ասում են, որ դուք ստորագրի, որ Թուրքիայի լրտես եք, ասում են, թե ասել է ինչ ուզում եք ստորագրեմ, գրեք անգլիական լրտես, բայց ոչ թուրքական, ախր նրանք մեր ժողովրդին կոտորել են։ Այսինքն նույնիսկ այս պահին նա փորձում է իր հայրենասիրական հասկանալի է, մենք չենք կարող դատել մարդկանց, որոնց վիճակում, որոնց կաշվի մեջ մենք չենք եղել,